Աստծուն փառք լինի, մեր հորը ողորմություն արեց Տերը, որպեսզի մեզ համար, ասենց ասած, հավիտենական կյանք ունենալու հույս առաջացնի։ Մենք գիտենք Քրիստոսը մեզ համար այդ հույսը տվեց։ Նա մեռավ մեր մեղքերի համար եւ հարություն առավ եւ եղավ դրանով մեր մեղքերին թողություն, ազատագրվեցինք հավիտենական մահվան սպառնալիքից, չարիքից եւ հավիտենական կյանք ունեցանք։ Ձեռք բերեցինք այդ կյանքը եւ հիմա ովքեր այդ Քրիստոսին ընդունել են, այդ կյանքը ունեն եւ ապրում են այդ կյանքը, այսինքն նրանց համար այդ կյանքը սկսվել է։ Քրիստոսին ընդունած մարդը եւ Հովհաննեսը իր առաջին համակում ասում է, այս գրում եմ ձեզ Հիսուս Քրիստոսին հավատացողներին, որ իմանաք, որ հավիտենական կյանք ունեք։ Հենց հիմա այս պահին դուք ձեռք եք բերել։ Ձեր մեջ հաստատվել է հավիտյան ապրելու կյանքի աղբյուրը եւ ձեզ համար խափանված է մահը։ Երբ որ ասում ենք հավիտյան ունեն կյանք, նշանակում է այլ մահ չկա մեզ համար։ Մեկը Բակասի բայնա հավատացյալներ կան, հենց մեռնում են, չէ՞։ Մենք գիտենք ինչի մասն է խոսքը։ Մենք ապրում ենք ստեղ եւ այդ հավիտենությունը շարունակվում է Տիրոջ պատրաստված իր թագավորության երկնքում, այսպես ասեմ։ Այո, եւ սա է, որ այո, շուտով պիտի մեր Տեր Հիսուսը գա եւ կամ շուտով գուցե ոմանքս այս երկիրը, այս երկրավոր կյանքը պիտի թողնենք եւ պիտի Տիրոջ հետ լինենք եւ մեր կյանքը պիտի Քրիստոսի հետ շարունակվի։ Եվ սա է, որ մարդը այո, այդ հույսը ունենալով, այդ հույսին ընդառաջ է գնում, այսինքն ինքը ապրում է այդ հույսով, որ Քրիստոսը պիտի գա եւ Քրիստոսի հետ հավիտյան պիտի ապրի։ Եվ այս հույսը պատճառ է դառնում, որպեսզի ինքը երկրի վրա իրեն տեսնի օտար ու պանդոխտ, երկրի վրա իրեն տեսնի ժամանակավոր։ Այս հույսը իրան հնարավորություն է տալիս, որպեսզի ինքը չարմատանա, արմատ չգցի այս կյանքի մեջ, այս կյանքի հոգսերով, այս կյանքի անհանգստություններով, այս կյանքը լավ դասավորելու, այս կյանքը վայելելու, այս կյանքով ապրելու խնդրից ազատված լինի։ Սենց ասած, ինչպես ասացինք, օտար ու պանդոխտ, այսինքն տեղի հետ կապված չի իր կյանքը, ինքը այլ բան ունի, այլ կյանք ունի, որի համար է ինքը իր սպասումը, իր ամբողջ աշխատանքը թեկուզ այս վայրում է հիմա ապրում, այդպես է։ Եվ պատահական չի, որ շատ տեղերում Սուրբ Գիրքը ոնց որ ասած մեզ խոհեմության, իմաստության ամաղում, որ ձեր գանձերը երկնքում դիզեք, չէ՞։ Ձեր ունեցվածքը երկնքում ունեցեք, հենց տարբեր տեղերում, երբ որ հարստության ունեցվածքի մասն է խոսում, ներկայացնում է, որ այստեղ եղածը կորչող է, ժանգոտվող է, փչացող է, հենց այդ Մարսում Մատթեոս ավետարանում, որ Տեր Հիսուս Քրիստոսը 6-րդ գլխում է դա ասում, երբ որ ներկայացնում է բանը, ասենք երկրի վրա եղած, ասում է գողնա պատն են ծակում, գողերը գողանում են, ժանգնա փչացնում, չէ, ցեցնա ուտում ձեր հարստությունը, վերջը դա կորցնում եք։ Ուրիշ տեղ առաքյալը Պողոս առաքյալը ասում է մեր եկել ենք, ինչ մերկել այս աշխարհից դուրս են գնալ։ Այսինքն ամեն ինչ որ աշխատում ես դառնում է ժամանակավոր եւ կորչող։ Բայց այն ինչ որ ասում ենք պիտի ոնց որ ասած ձեռք բերենք, ստանանք երկինք մտնելով, հավիտյան մերը պիտի լինի։ Եվ դրա համար ոնց որ ասած խոհեմությունն է, իմաստությունն է, որ մենք հավիտենական այդ ապրելու այդ վայրը գնալու այնտեղ լինելու հետ կապված մեր ջանքը աշխատանքը ավելի ունենանք, չէ, այսինքն գանձեր դիզենք իրոք երկնքում, ոչ թե երկրի վրա, ժողովուրդ ջան։ Եվ ոչ թե մեր ուշք ու միտքը լինի այստեղ բարեկեցություն ապավել մեր համար, այլ այնտեղ մեզ համար մեծ ոնց որ կարողությունով մտնենք, ինչպես Սուրբ Գիրքն է ներկայացնում։ Եվ տեսնում ենք, որ Աստծո շատ մարդիկ հենց այդպես էլ ապրում են, հենց Եբրայեցիս թղթում 11-րդ գլխում հավատքի մարդկանց մասին, երբ որ խոսում է օրինակի համար Աբրահամի մասին, ասում է, երբ որ ինքը կանչվեց 11-ի 8-ից կարդամ, ասում է Աբրահամը, երբ որ կանչվեցավ, վնազանդ եղավ եւ դուրս գնաց այնտեղ, որ ժառանգության համար ստանալ են եւ դուրս եկավ գնաց առանց գիտենալու թե ուր է գնում եւ հավատքով պանդուխ եղավ Ավետիքի երկրում իբրև օտարությունում խորամներում բնակվելով Իսահակի Հակոբի հետ, որ նույն խոսմունքի ժառանգակիցներն էին։ Ասում որտեղ սպասում են այն հիմունքներով հաստատված քաղաքին, որի ճարտարապետն արարիչը Աստված է։ Իսկեն իրանց սպասումը այդ երկնային քաղաք մտնելն էր, իրանց օտարի ու պանդուխտի նման ապրելը երկրի մեջ, խորաններում բնակվել, այսինքն վրաների տակ են ապրում, ժամանակավոր, հաստատուն մի ոնց որ ասած բնակարան իրանք չունեն, այստեղից այնտեղ Աստծո կամքն էր,
կամքի պես, ոնց որ ասած, եւ ասում է պատճառը ինչ էր, որ իրանք այդպես կոպիտ ասած անտեսած ունեն իրենց կյանքը երկրի վրա, իրանց աչքին չէր երևում, որ բնակարան չունեն, վրաններով են ապրում, sense թափառականի նման, օտարականի նման մի հաստատուն տեղ չունեն, տարբեր տեղեր են լինում, որտեղ նրանք ասում են, են սպասում այն հիմունքով հաստատված քաղաքին, որի ճարտարապետն արարիչ Աստված է։ Այսինքն իրանց գիտեն, իրանց կյանքը էս չի, որ սրա համար շատ ցավ ու դարդ քաշեն անհանգստան, իրանց կյանքը Աստծո մոտ է, Քրիստո երկնքում է եւ քաղաք կա իրենց համար, տուն կա իրենց համար պատրաստված, իրենց սպասում է այդ էր, որ գնան, մտնեն, ապրեն հավիտյան եւ դա էր վայելքը եւ Փիլիպ Կողոսացից 3-րդ գլխում էլ է Պողոսը ասում է, ձեր կյանքը թաքնված է, ծածկված է Քրիստոսի մեջ։ Երբ որ Քրիստոսը ձեր կյանքը կհայտնվի, այն ժամանակ դուք էլ կհայտնվեք փառքով, ձեր կյանքը կերևա այն ժամանակ։ Եվ նորից ներքևի մասում էլի խոսում է իրանց մասին, որ նրանք ասենք իրոք իրանց հաստատուն ընտրությունով ցույց են տալիս, ասում եմ, որ հայրենիք են որոնում, որ ասենք երկնայինն է եւ իրանք Աստված ասում է նրանց դրա համար ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչելու։ Նմանապես խոսում է Մովսեսի մասին, որ ինքը ավելի մեծ հարստություն համարեց Քրիստոսի չարչարանքները, նախատինքը, քան եգիպտացիների հարուստ գանձերը եւ ասում է, որովհետեւ աշկը դրած մտիկ է տալիս վարսքի հատուցման, այսինքն իր ոնց որ ասած բանը հարստությունը այն էր, ինչ որ Աստված էր իր համար նախատեսել, պիտի վարձատրեր եւ այդ էր իր համար կարեւոր։ Ես սա է, որպեսզի մենք էլ ոնց որ Տիրոջ ժողովուրդ իրոք մեր կյանքը ճիշտ կառուցենք եւ խոհեմուբար եւ իմաստությունով վարվենք մեր ժամանակի հետ եւ այն ինչ որ Աստված հավիտենականը որ պիտի տա, ոչ թե ժամանակավորը, դրա է մեջ լինի մեր աշխատանքը, ձգտումը եւ դրա մեջ առատանանք ու ավելանանք, այսպես ասեմ։ Եվ ես հիշեցնեմ, որ Տերը կարելի ասել որոշել է այո մեզ օրհնել եւ այդ օրհնությունները կարելի է ներկայացնել երկու տեսակ։ Օրհնություններ, որ շնորհքով է տրվելու, օրհնություններ, որ վարձք է որպես տրվելու։ Ես կուզեմ սրանց հետ մի փոքր սրա վրա ուշադրություն դարձնենք։ Նախ շնորհքով եղած օրհնությունը դա ինչ է։ Աստված տալիս է այդ բարիքը, դա բարի օրհնություն թամպես բարիք է։ Նվեր է։ Եվ այս բարիքը տալիս է անկախ մարդու գործերից, անկախ մարդու արժանինքներից, դա ձրի է։ Այսինքն տրվում է ձրի, առանց որևէ մի գործ արած տեղը կամ առանց որևէ մի արժանինք ունեցած տեղը։ Հանուն մենք գիտենք ումը Հիսուս Քրիստոսի։ Որտեղ Աստծո բոլոր օրհնությունները ասում է այո եւ ամեն են, չէ, ումով Քրիստոսով։ Այսինքն առանց Քրիստոս չկա բարիք, առանց Քրիստոս չկա շնորհք Աստծոց։ Աստված որ շնորհ է ցուցաբերում, այսինքն այդ ձրի է նվերը տալիս եւ հաշվի չի առնում ոչ մի քո գործ, որ ասենք եւ արժանիք, դա անում է հանուն Հիսուս Քրիստոսի, Քրիստոսի անունի պատճառով։ Եվ հենց Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ այո, շնորհքը տրվում է այնտեղ, որտեղ ոչ մի գործ չկա, այսինքն գործ չես անում, բայց քեզ նվեր ողորմություն ալնում, այնել մեծ օրհնություններ, մեծ բարիքներ եւ դրանք ինչու է նաեւ այդպես տրվում, որտեղ այն ինչ որ Աստված մեզ որոշել է, ցանկանում է, որպեսզի մեզ տրվի, դրանք շատ մեծ թանկ արժեք ունեն, շատ մեծ է դրանց արժեքը եւ մարդը որևէ աշխատանքով, գործով երբեք դրա արժեքը չի կարա բավարարի եւ դա իր գործով, աշխատանքով ստեղծած արժեքով որպես հատուցում ստանա։ Նա դրա համար, որ Աստված էլ որոշել է, որպեսզի մարդուն այդ բարիքները հավիտենական թանկարժեք տա, որոշել է նվեր անի, ձրի, առանց գործի, առանց աշխատանքի։ Երբ որ ասում ենք հավատքով ենք վերցնում Աստծո բարիքները, ոչ թե մեր գործն է, որ մենք անում ենք համարժեք ու դրա դիմաց վարձատրվում ենք այդ օրհնությունով, չէ, դա ձեռք է ուղղակի, որ Աստված քեզ էլ հոգևոր ձեռք է տալիս, որ հոգևոր օրհնությունը վերցնես, ասում է հավատքի ձեռքով։ Հիշում եք Եփեսացիս թղթում օրինակ փրկության հետ կապված, երբ որ խոսում է երկրորդ գլխում մարդու վիճակը ինչ ընկած վիճակ էր եւ ինչ էր իրան սպասում, հետո խոսում է Աստծո ողորմության մասին, ասում է 4 խոսքից մինչեւ 9 կարդամ,
բայց Աստված որ մեծ է ողորմությամբ իր շատ սերի համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ։ Շնորհքով եք փրկված։ Նրա հետ մեզ հարուց եւ նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսումը, որ նոր եկող դարերումը հավիտյան ցույց տայի շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսի մեզ վրա ցույց տված քաղցրությունով, որտեղ շնորհքով եք փրկված հավատքի ձեռքովը, հեսա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից է, որ մեկը չպարծենա։ Ուրեմն տեսնում ենք մեծ օրհնություններից մեկը Քրիստոսով մեզ տրվելիք փրկությունն է, որ ասում է, էսի գործերից չի, որ ոչ մեկ չպարծենա, այսինքն ոչ մի գործ չես կարող անես, օրենք պահես կամ որևէ բարեգործություն կամ որևէ բան, որպեսզի այդ դրան որպես աշխատանքի արդյունք քեզ դա տրվի։ Չկա այդպիսի գործ, որ այդ ոնց որ ասած գինը արժեքը ստեղծի եւ դու իրավունքով պահանջես ու ստանաս, չէ։ Այլ այստեղ Աստված տեսնեք բոլոր տեղերում խոսեց, որ Քրիստոսով ցույց տվեց այդ գերազանց մեծությունը, Քրիստոսով ցույց տվեց այդ, ասենք, այդ շնորհքն, ողորմությունը, այսինքն հանուն Հիսուս Քրիստոսի, իր որդու անունի պատճառով, իր որդու պատճառով, այսինքն միայն նրա պատճառով, որ դու Քրիստոսին ընդունում ես, իր գործը ընդունում ես քո կյանքի մեջ, Աստված քեզ շնորհում է այս մեծ բանը, օրհնությունը, փրկությունը։ Մենք գիտենք, ասենք, մի պատմություն հայտնի է բանից, ասենք, պատմությունից Մարտին Լյութերի կյանքը ինքը մի ազնվորություն էր, որ ոնց որ ասած մտածում էր, որ ինչպես անի, որ արժանանա Աստծո փրկությանը, եւ ասում է այդ Հռոմում եղած Վատիկանում եղած այդ Սուրբ Պետրոսի եկեղեցու աստիճանները շատ, ասում եմ, շատ աշճաններ են, դրանով ծնկաչոք բարձրանում, իջնում էր, ոտքերը անգամ այն աշճան, որ ծնկայրու լվա էր լինում, եւ երկնքից ձայն եկավ մի օր նրան, որ արդարը հավատքիցն է ապրում։ Այսինքն փրկությունը հավատքովն է, ոչ թե աշխատանքով, չարչարանքով, որ ինքը ուզում էր չարչարվեր, տանջվեր, այն ոնց որ ասած գին ստեղծեր եւ դրա հիման վրա վստահ լիներ, որ Աստված իրեն, ասենք, փրկություն կտա։ Բայց բանը վկայությունն այս էր, որ հավատքով է, այսինքն ձրի է, շնորհքով է, նվեր է, ոչ մի գործ դա չի կարող ստեղծի մարդու։ Բայց եկ մյուս տեսակ բանը, ասենք, օրհնությունը, որ Աստված մարդուն տեսնում է, տալիս է, դա վարձքն է։ Աստված նաև վարձք է տալիս մարդուն։ Սա էլ բարիք է, սա էլ օրհնություն է, բայց այստեղ արդեն մենք գիտենք, համապատասխան աշխատանք է անպայման պետք։ Եթե աշխատանք չկա, վարձք չկա։ Այնտեղ աշխատանք չկա, բայց շնորհք կա, օրհնություն կա, բարիք կա, նվեր է, ասեցինք։ Իհարկե, ասենց ասեմ, նորից ասեմ, հավատալ, ընդունել Քրիստոսին, ասենք, դա հարցը դրա մասին չի, այլ ընդհանրապես այդ ոնց որ ասած այն համարժեք աշխատանքը, որ պիտի ստեղծեր այդ արժեքը։ Բայց այստեղ արդեն ներկայացնում է, որ անպայման վարձքը տրվում է նրանց, ով գործ են անում, ով շատ, ով քիչ, ով էլ չի անում, գարշ չի ստանա։ Այս էլ օրհնություն մեկ այլ ոնց որ տեսակ է, որ Աստված այս ճանապարհով է նաև մեզ տալիս։ Եվ Մատթեոս օրինակի համար 10:42-ը, եթե հիշում եք, ասում էր, այսպիսի բաներ չէ, Տերը ասում, որ եթե անգամ մի բաժակ սառը ջուր իմ անունով, իմ պատճառով այս փոքրերից մեկին տակ, ձեր վարձքը չեք կորցնի։ Այսինքն, եթե դուք ինձ ծառայեք, հենց թեկուզ սենց, ձեր ծառայությունը սենց լինի, իմ պատճառով, իմ անունի պատճառով, իմ համար, խոսքը գնում է իր Տիրոջը ծառայելու մասին։ Եթե գործ անես, որ Տիրոջ գործ, Տիրոջ համար գործ, թեկուզ մի բաժակ ջուր տալ ինչ-որ մեկին, Տիրոջ պատվերի պատճառով, Տիրոջ հրամանով, Տիրոջ անունի պատճառով, Տիրոջ ավետանի խոսքի համեմատ, այդ գործ անես, մի բաժակ սառը ջուր, ասում է, ձեր ինչ վարձքը չեք կորցնի, այսինքն անկախ ամեն ինչից Աստված, այո, հետաքրքիր է, մենք որոշություն ենք դարձնում, երբ որ մարդը շնորհքի տակ է, արդեն էսի ոնց որ ասած մեծ հաջողություն է, Աստված իրեն մեծ բարիքներ, օրհնություններ է անում, ինչպես ասեցինք, թանկագին, որ ոչ մի ձևով ինքը չէր կարող դրան տիրանալ, բայց Աստված հանուն իր որդու Քրիստոսի նվեր է անում մարդուն։ Էսի հերիքա, որ մարդը ամբողջ կյանքում չէ, ուղղակի երախտապարտ լիներ Աստծուն եւ ինչ էլ աներ, երբեք բան չունենար, սպասում չունենար, թե Աստված իր արածի համար ոնց որ իրան պիտի մի բան
հատուցի, բայց Աստվածը տենց է որոշել։ Այսինքն ճիշտ չէր լինի, որ օրինակ այսքան նվերներ ստացած տեղ, այսքան ողորմություն բարիք եղած տեղը մեկ էլ մենք մի բան անենք ու ասենք, սպասենք, որ դե տուր։ Չէ, դա ճիշտ չէր լինի։ Այդքան դու նվեր ես ստացել, կարելի ասել այդ շնորհը քեզ հենց պարքի տակ է գցում։ Թեկուզ այդ պարքը Աստված չի ուզում քեզանից, երբեք չի ասում այդ պարքը բեր հատուցի, քեզ փրկեցի դենձի այդ, որտեղ դու չես էլ կարա, ես ու դու չենք էլ կարա հատուցենք։ Թեպետ չի ուզում, բայց մարդը պիտի նաև երախտամոռ չլինի։ Անես չի, որ պարտականեիր արեցիր։ Ելնումա, չէ, ծնողները անում են, երեխաները ասում, պարտականեիր արեցիր, դες բան ասում։ Այդպես չի։ Իրականության մեջ մարդը պիտի հասկանա, բայց հետաքրքիր է նաև նորից եմ ասում, Աստծո մեծ սերը, ողորմությունը, բարությունը, որ անգամ այդքան տալուց հետո էլ ես ասում, ամենափոքր բանն էլ իմ համար որ անեք, ես գնահատելու եմ ձեզ օրհնություն եմ տալու։ Եվ ժամանակ կա որոշված Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ այդ օրը ոչ թե մանիկ մարդիկ միայն շնորհքով բաներ, օրհնություններ պիտի ձեռք բերեն, եւ այլ նաև պիտի վարսկ այդ օրը տրվի։ Չէ, օրինակ պատմություն կա Սուրբ Գիրքում, եթե հիշում եք, Ղուկաս ավետարան 14-րդ գլխում 14-րդ խոսքը հենց այսպես ասում, որ արդարների հարության ժամանակ, չէ, դու վարձատրություն կստանաս քո արածի համար։ Հիշում եք որն է, որ ասում էր, երբ որ հացկերույթ կանես, խնջույք կանես, մի կանչիր նրանց, ովքեր քեզ կարան, ոնց որ ասած, քո արածի նման քեզ հատուցեն, քեզ վերադարձնեն, որ կարան քեզ կանչեն, քեզ էլ պատիվ տան, ասում դու քո վարձքը նրանցից առար, բայց կանչիր կաղերին, խեղերին, հաշվանդամներին, չէ, եւ այլ աղքատներին, որ իրանք չեն էլ կարող քեզ բան վերադարձնել դա, ասում այս հանուն Աստծո ոնց որ անելով արդարների հարության ժամանակ դու Աստծուց արդեն կստանաս, այսինքն քո արածը չի կորչելու։ Այն էլ չկորավ ինչ որտեղ, բայց ժամանակավոր ինչ որ բան ստացավ։ Իր այդ կանչածները իրան նույն պատիվը տային, բայց այստեղ ասում Աստված պիտի քեզ վարձք տա, ավիտենական վարձ տա, արդարների հարության ժամանակ։ Եվ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ այո, Աստված սա որոշել է մեզ համար այս տեսակ օրհնությունն, որպեսզի մենք օրհնության մեկ այլ տեսակի տեր լինենք, վարձքի տեր լինենք, վարձքով շատ վարձքով մտնենք երկինք։ Եվ այստեղ նորից աշխատանքի չափը կարևորված է։ Նորից եմ ասում, ով շատ, ով քիչ։ Երկրորդ առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 8-րդ խոսքում, երբ որ Պողոսը խոսում է իր աշխատանքի մասին, Ապոլոսի աշխատանքի մասին, ասում է տնկողը եւ ջուր տվողը մեկ են, մինչև այդ ինքը ասում էր ես տնկեցի, Ապողոսը ջուր տվեց, բայց աճեցնողը Աստված է։ Տնկողը եւ ջուր տվողը մեկ են, բայց ամեն մեկը իր վարձքը ունի։ Իր վարձքը կառնի իր աշխատանքի չափով։ Տեսնում եք, իր աշխատանքի չափով։ Ինչքան աշխատեց, այդքան էլ կառնի։ Շատ, քիչ։ Այդպես ասում Սուրբ Գիրքը, եւ հետաբար դեռ այո, դա էլ կախված է որքան է մարդը Տիրոջ համար գործում, աշխատում, ծառայում Տիրոջը, Տիրոջ խոսքի համեմատ, այսպես է։ Եվ տեսնում ենք, որ ինչ որտեղ ասենք շնորհքը մարդու մոտ առաջացնում է, այո, պարտքի նաև զգացողություն, որ շնորհք ստացած մարդը տենում է իրան պարտական Աստծուն, որ ինչքան մեծ ողորմություն է արել Աստված իրեն, ինչ մեծ բարություն է արել, հենց այնպես, եթե մի բան անեմ ու ասենց ասած դրա դիմաց ստանամ, ինչ որտեղ ոնց որ ասած կարող է պարծանք էլ ունենամ, ոնց որ ասած ասենց այն առումով, որ դե արել եմ, տալիս է։ Վարձքը ոնց որ ասած ինչ որտեղ ոնց որ պարտքի բան է ստեղծում դիմացինի մոտ, ում համար աշխատում ես, օրինակ գնացել ես մեկի մոտ աշխատես, արեցիր, իրավացի, արդարացի, որ դու պիտի ինքը քեզ ինչ անի, հատուցի, այսինքն քո արածը պարտք է ստեղծում։ Շնորհքը քո հակառակ իրականությունն է ստեղծում, դու ես տեսնում քեզ շատ պարտքերի մեջ, Աստծո առաջին, բայց նույնիսկ եմ ասում, այսի ուղղակի Աստծո փառքի համար է արվում, իր որդու հետ կապված նաև ինչպես շատ տեղում ասում է, իր սիրելիով է շնորհքը ցույց տվեց, այս քաղցրությունը ցույց տվեց, Հիսուսի փառավորելու համար արվում, ոչ թե ուղղակի մենք
աշխատենք, որ դա փակվենք, որտեղ դա շնորհքը ոչ մի հատուցում դրա հետ կապված չի կապվում, այսպես է, բայց վարսկի հետ կապված էլ պիտի ուշադրություն դարձնենք, Տերը այսպիսի բան ասեց, եթե հիշում եք, երբ որ այդ հատուցմանի մասին եկա, որ ասենք, եթե մի բան կանենք իր համար, 17 Ղուկաս 17:10, ասեց ինչ որ անեք, չէ, ասեք, որ ինչ ենք, անպիտան ծառայենք, այն ենք անում, ինչ որ պարտավոր ենք։ Այսինքն իրականության մեջ այս հոգեբանությունը պիտի մարդու մոտ լինի, ոչ թե մենք պարծանք ունենանք Աստծո դեմ, այս առումով, որ գիտես ինչ, ես բան եմ արել, ես ինչ եմ արել, այն գործն եմ արել հանուն Աստծուն, այս բանն եմ նվիրել, այս զոհաբերությունն եմ գնացել, այս աշխատանքն եմ, չարչարանքն եմ տարել իր համար կատարել, դե Աստված պետք է տա, ասես պահանջատիրական, ոնց որ շատ տեղերում մարդիկ կան հավատքն են այտենց օգտագործում, հավատում եմ, ուրեմն վերջացավ, հրամայում են Աստծուն։ Այտենց ոնց որ հավատում եմ, Աստված թակարդ ընկավ։ Նմանապես եթե մի բան արեցի, վերջ, չէ, այդպես չի, իրականության մեջ նորից եմ ասում, մենք հենց այդ հոգին պետք է ունենանք, պարտական ենք եւ ինչ որ անում ենք, որպես ոնց որ ասած պարտականներ անում ենք։ Բայց Աստծո կողմից սա է, ես քեզ հատուցում եմ անելու, տալու։ Ընդ որում որ ուշադրություն եք դարձնում այդ հատուցման հետ կապված, որ ներկայացվում է, անգամ գործի վարսքի մեջ Աստծո բարությունը, ողորմությունը կա, Աստծո, ասենց ասած, սիրո մոտեցումը կա, տեղեր կա, Սուրբ Գիրքը ներկայացնում է, օրինակ Մատթեոս 20-րդ գլուխ 1-10 խոսքը որ կարդանք, ուղղակի ժամանակի հետ կապված ես համարները կասեմ, ուղղակի միտքը կհիշեցնեմ, այս են մշակներ վարձելու բանն է, առակն է, պատմությունը, որ մի մարդ առավոտ կանուխ, առավոտ շուտ, ոնց որ ժամը 6-ին, մեր ժամով ասենց ասած կամ հլնի մշակներ վարձի մինչև իրիկվա ժամը 5-ը և նրանց վարձելուց մի դահեկան չէ խոսեց, այն 5-ին ժամը 5-ին, որ պիտի 6-ին վերջացնեն երեկոյան գործը, դրանց էլ ասես գնացեք մի բան կտամ ձեզ, հետո կանգնեցրեց վարձ տալուց, սկզբից տվեց այն ամենակիչ աշխատածներին, մի ժամ աշխատածներին մի դահեկան, հետո այն սկզբից եկածները, որ ամբողջ օրն էին կարելի ասել ցերեկվա ժամն էին աշխատել ամբողջ, նրանք բանը ակնկալիք ունեին, որ իրանց պիտի շատ տրվի, բայց նրանց էլ մի դահեկան տվեց, տրտնջացին, ինքը ասեց խեք տրտնջում, ինչ որ ես կարող ոնց որ ձեզ զրկել եմ, ասել եմ մեկը, ձեր մեկը տալիս եմ, բայց դուք ոնց որ ասած չարեք սրտով, որ չեք կամենում, ես այս մարդուն բարիք եմ անում, այսինքն այս մարդու այդ մի ժամվա աշխատողը ստացավ այն ամբողջ օրը աշխատողի չափով, այսինքն էլի Աստված ինքը գիտի իր ունեցվածքի մեջ ոնց կվարի, բայց Աստծո ոնց որ ասած այդ վարսկի մեջ էլ է սառակի մեջ երևա որ բարիք կա, ողորմություն կա, վարս տալու մեջ էլ, ասինքն ոնց որ այնպես չի որ այն ինչ որ աշխատում ենք, այդ աշխատանքի ինչ որ պետք է տրվի, հենց այդ աշխատանքի չափն է, Աստված անգամ շատ ավելին է տալում, քան մեր աշխատանքի արժեքն ու գինն է։ Ամենայն դեպս Աստված օրհնի մեջ, որ մենք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, այդ արդարների հարության ժամանակումը վարձք ստանանք։ Հիմա պիտի մենք ամենքս մտածենք, ինչ ենք անում, ինչ գործ ենք անում, ինչի մեջ ենք գնաց, ինչ ասած զոհաբերություն, նվերներ, ինչ աշխատանք, ինչ ծառայություն, ինչ նեղություն, ինչ եք, նեղությունը, հալածանքը, դժվարությունը Տերը ներկայացրեց վարձքի հնարավորություն, չէ, ասեց ուրախացեք, ցնծացեք, որովհետև ձեր վարձքը շատ է լինելու երկնքում, որտեղ այսպես արեցին ինչ մարգարեներին, իսկ մարգարեների նման դուք էլ այդ աշխատանքի մեջ եք եւ այդ վարձքի մեջ էլ բաժին կունենաք։ Համենայն դեպս էսա, որ մարդը պիտի այո, սրա վրա մտածի, աշխատի։ Այսօր շատ ժամանակ մենք հատկապես շատ կարող է մտածենք մեր այսօրվա, ոնց որ ասած աշխատանքների վրա, որ այս աշխարհի, այս կյանքի մեր բաների համար, այս ժամանակավոր կյանքի, բայց առավել պետք է հավիտենականի համար մենք հոգս քաշենք եւ մտածենք վարձք ունենանք Տիրոջ առաջին։ Եվ ամեն մի ինչպես այստեղ կարդացինք, ամեն աշխատանք, ամենափոքր աշխատանքն էլ, եթե Տիրոջ դրված ձևով է, կարգով է, իր հրամանի համեմատ է, պիտի
անպայման վարձատրվի Տիրոջ կողմից։ Եվ հետաքրքիր է տեղ կա Սուրբ Գրքում, որ ներկայացնում է, որ մարդը կարող է աշխատել եւ հանկարծ այդ բանից, ասենք, վարձքից զրկված լինի եւ ոչինչ չստանա։ Առաջի Կորինթացի 3-րդ գլուխ 4-րդ խոսքից պիտի կարդամ։ Իհարկե ավելի ճիշտ վերևից կկարդամ, 4-ից չեմ կարդա։ Խնդիր կար այստեղ, Պողոս առաքյալը խոսում է անհանգստացած, հանդիմանում է ժողովրդին, որ ոմանք ասում են Պողոսյան են, ոմանք էլ ասում են Ապողոսյան եմ։ Դրա համար է Պողոս ասում է. ես Պողոսս ինչ արեցի, տնկեցի, Ապողոսն էլ ասում է ջուր տվեց։ Բայց եթե Աստված չաճեցներ, ոչ մի պտուղ չէր լինի, ոչ մի աշխատանք չէր լինի։ Նմանապես ցանկացած վարձքի հարցում էլ, որ ասում ենք վարձքը ինչ որտեղ պարտքի նման է դառնում, որ արեցիր պետք է անպայման դիմացինը տա, բայց Աստծո մոտ ոնց ասած մեկը չի կարող այդ պարծանքը ունենա։ Այն Ֆիլիպեցիս 2-րդ գլուխ 13-րդ խոսքը հիշում եք ոնց է ասում, Աստված է ներգործում մեր մեջ, կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես։ Այսինքն, եթե դու կամենում ես եւ կարողանում ես նաեւ որևէ մի բանում, այո, Աստծո գործը կատարել, Աստծո հրամանի պես անել, համբերել, նեղություն քաշել, գործ կատարել, ապա այս կամենալն էլ, որ քո մեջ կամեցողությունը ստեղծվեց, դու կարողացար այդ համաձայնվել, հոժարվել այդ կամեցողությունը քոնը դարձնել, նույն կամեցողությունը ունենալ եւ անելու զորությունն էլ ասում է Աստծո ինչով է ներգործությունով։ Այսինքն, եթե Աստված չներգործի, ոչ մի բան չեն կարող անել։ Եվ ընդհանրապես լավ իմացեք, Աստծո գործերը Աստծո զորությունով, Աստծո շնորհքով, Աստծո ունեցվածքով է կատարվում։ Երբ որ Աստված Տեր Հիսուսը առակ պատմեց, ասեց իր ծառաներին կանչեց, ամեն մեկին այսքան գումար տվեց։ Հիշում եք, տեղ կա ասում հավասար չափով, տեղ կա ասում մեկին այսքան, մեկին ավել, մեկին ավելի ավել, չէ՞։ Այսպես 1, 2 եւ 5։ Ամեն դեպքում իր երբ որ ինքը տվեց, այդ տվածը պատճառ դառավ, որ այս մարդիկ իր ծառաները ինչ անեն, գործ անեն ու շահեն, գործ կատարեն։ Եթե չունենային, չեն կարա գործ անեն։ Այն մի ծառան էլ էդի չհասկանալով լրիվ ուրիշ, ոնց որ ասած, ասենց բան խոսեց, ներկայացրեց իր տիրոջը լրիվ ուրիշ ձև, ասեց, ես Տեր, գիտեմ, որ դու մեկն ես, ոնց որ ասած, այնց խիստ մեկն ես, որ հնձում ես որտեղ չես ցանել, վերցնում ես այնտեղից որտեղ չես դրել։ Այ քեզ աննորմալություն։ Այդ քո ձեռինը մի մնասը, որ հիմա դու բերել ես, ասում ես առ։ Չես ասում, քոնը առք ես։ Ինքը իր տվածից է ուզում, ոչինչ չի տվել, եկել է բռնադատումը, չէ, դու իմ համար պիտի այսքան շահ ապահովեիր, չէ, ես տվել եմ, հնարավորություն եմ ստեղծել դրանով, որ դու այդ աշխատես եւ շահը ապահովես։ Այսինքն էս է Աստված իր ունեցած տալով մենք կարող ենք այնպիսի գործ անել, որ վարձքի հատուցմանը արժանանանք։ Եթե մի գործ քո մարդկային կարողությունով, քո մարդկային ծրագրով, քո մարդկային իմաստությունով, գաղափարով, հասկացողությունով, ոչ թե Աստծով է, բայց Աստծո համար է, Քրիստոսի համար է, վարձ չես ունենա։ Դες բան չկա։ Ասում կամենալն էլ, անելն էլ ինչա նրա ներգործությունով է։ Աստված է ներգործում ձեզանում։ Դրա համար պարտական ենք այդ գործի համար էլ իրան ենք պարտական, որ կա այդ գործը, որ կամեցանք եւ ինչ ենք անում, կարողանում ենք անել։ Դե Աստծո շնորհքը, Աստծո զորությունը։ Դրա համար ոչ մեկ մարդը իրոք բանը Պողոս առաքյալը Հռոմեացիս 4-ում ասում է, եթե Աբրահամը պարծանք ունենար իր արդարացման համար, ասում է, մարդկանց հետ մոտ կարող է ունենալ, բայց ոչ Աստծո մոտ, իր գործերով պարծանք հանկարծ ունենալ։ Այսինքն կարող Աբրահամը ավելի ոնց որ ասած բանը շատ սենց բարձր երևար իր գործերով սրա հետ համեմատած նրա հետ, բայց ոչ Աստծո մոտ։ Աստված իրան արդարացրեց հավատքով։ Հիմա ստեղծա։ Մենք պարծանք չունենք Աստծո մոտ այդ հարցում այն առումով, որ մենք մեր վրա պարծենանք ու պահանջ Աստծուց։ Մենք արել ենք դետուր։ Բայց Աստված որոշել է, նորից եմ ասում, իր ողորմությունն անի, եւ այստեղ Պողոսը որ ներկայացնում էր, որ մարդիկ անենց էին, ոնց որ ասած, այն բան վիճակի մեջ են, որ եթե այդպես գործեն, նաև
կարող շատերը վարձկից զրկվեին, եւ ինչ է ասում, խոսում է նրա մասին, որ ինքը Աստծո իրանք Աստծո ծառաներ են եւ Աստծո գործն են անում, եւ ասում է իմաստուն ճարտարապետի պես մենք հիմք ենք դրել եւ ասում է ուրիշ հիմք չի կարա դրված լինի, եթե ոչ Հիսուս Քրիստոսը, բայց ասում է եթե մեկ այս հիմա ու ամեն մեկը ասում է մտիկ տա թե ինչպես է այդ հիմքի վրա շինում եւ այսպեսի բան է ասում կարդամ 12-ում ասում է եթե մեկ այս հիման վրա շինի ոսկե արծաթ ազնիվ քարեր փայտ խոտ եղեք ամեն մեկի գործը պիտի հայտնվի որովհետեւ որը երևցնե որովհետեւ կրակով պիտի հայտնվի եւ ամեն մեկի գործը թե ինչպես է կրակով կփորձվե եւ եթե մեկի գործը որ շինեց հաստատ կենա վարձ կառնե եթե մեկի գործը այրվի վնաս կքաշի բայց ինքը կապրե այլ ինչպես թե կրակովը ներկայացվեց հետեւյալի մասին որ մարդը գործում է բայց գործի ձև կա գործելու կերպ կա գործել կա որտեղ խորհրդով է ներկայացնում ասում այդ հիմքի վրա կառույց է իրականացվում գործը արվում ոմանք ասում այդ հիմքի վրա շինում են ոսկիով արծաթով ազնիվ քարերով ոմանք էլ փայտով խոտով եղեգով չէ ասում այդ կառույցը պիտի կրակը փորձի այսինքն դրանք փորձվելու են ինչ է սարքել եթե փորձվելուց հետո ասում է կանգուն մնաց հաստատ մնաց քանի որ իր գործը իրոք իր նպատակին հասել է արդյունք է տվել դրա համար Աստված պիտի վարձատրի պատկերացնում եք իսկ եթե ոչ ասում է կրակը կտա օրինակ եթե փայտով է սարքե կամ եղեգով կրակը տվես պետք է կպնի այդ փայտն ու եղեգը վառվի դա այսինքն մնալու է մենակ այդ հիմքը տունը այրվել է բայց հիմքը չի այրվի հիմքի վրա կառուցվածն է փորձվել դրա համար ասում է այս մարդը ինչ կանի կփրկվի բայց վարձ չի ունենա որպես թե կրակով անցած ոչ միայն վարձ գուցե այլ բաներ չունենա ամենայն դեպս այսպես է այդ ինչ որտեղ հասկանում ենք սա Ժորժ ջան ինչ էլ անելու ենք մեր արածը պիտի ստուգվի Աստծո կողմից քննվի երբ որ Հիսուսը իր գործը իրականացրեց երբ որ ասում էր մի մոտեցիր մի դիպչիր ինձ եւ դեռ չեմ գնացել իմ հոր մոտ ձեր հոր մոտ չէ չեմ բարձրացել այսինքն բացատրվել է այսի որ ներկայանալ իր գործը քննվի ներկայանալ հոր մոտ որ իր գործը ոնց որ ասած մի հատ դրվի նայվի ինչ որ արել է ինչ արդյունք է բերել իրոք այդ նպատակը որ դրվել է իրականացրել է Քրիստոսի մեսիայի միջոցով եւ դրանից հետո ինքը ասեց ամեն իշխանություն ինձ տրվեցավ այսինքն իր գործի վարձքը դա էր հատուցումը դա էր ինքը այդ ամեն իշխանությունը շնորհք չստացավ որպես այսինքն ձրի նվեր չէր որ ոչինչ չէր արել ուղակի նվեր իրան տրվեց ինքը վարձք է ստացա կարելի ասել այսինքն հատուցում որ արժանի էր ինքը այն գործներ արե որ այդ հատուցումը ինքը դրան արժանի էր որ այդ հատուցումը իրան տրվեր կամ Ֆիլիպպեցիս 2-րդ գլխի մեջ ուրիշ ձև ասում ինքը շատ խոնարհվեց Աստված էլ նրան ինչ արեց շատ բարձրացրեց ամեն անունից վեր անուն տվեց երկնքում լինող երկրի վրա եւ հանդերձյալում լինողներից եւ ամեն ծում պիտի ծրվի բայց այս ինչ նշանակում է հատուցում որ ինքը արժանի էր իր գործով ոչ թե շնորհք ոչ թե նվեր եթե մենք կոչում ենք ստանում դիրք ենք ստանում բարձրություն ենք ստանում Աստծո աթոռին նստել եւ այլը սի շնորհք է նվեր է բայց Հիսուսինը իրավունք է Հիսուսը ձեռք է բերել դա Հիմա էսա այո ամեն գործ պիտի քննվի եթե գործը կանգուն մնաց իրոք իր արդյունքը տվել է նոր պիտի բանանի վարձատրվի բայց գործ կա կարող է ոնց որ ասած փորձվի իրավիճակները գա արել ես այլ ես մեկ էլ տենում ես օրինակ Պողոսը տեղեր կա ասում է իմացանք որ բանը սատանան ձեզ ոնց որ փորձվում եք նեղություն դժվարություն եք քաշում մենք էլ մեր միջից էս ինչին ուղարկեցինք որ գա տենա սա որ հանգարց չլինի մեր աշխատանքը ձեր մեջ զուր եղած լինի այսինքն գործ ենք աշխատենք մեկ էլ չարը փորձի օրինակի համար քարուքան դլնի այդ ժողովուրդը ցավրվի գնա ասում զուր աշխատանք է դառնում այդպես է եւ ոնց որ ասենք սովորական այս կյանքի մեջ էլ է չէ այդպես ասենք կառույցը մի կառույց են սարքում գալիս են վերջում ստուգում են այդ կառույցը նորմալ է նորմալ չի չէ բան են ասենք
ճանապարհա, մոստա, կամուրջա, չէ՞, գալիս են այդ ծանր բեռնատարներով անցնում են, մի հատ փորձ են տենան ինչա։ Պատկերացրեք անցանք փլվեց այդ կամուրջը։ Այդ կառուցողներին պետք է վարձատրեն, թեկուզ այդքան չարչարվել են, աշխատել են ամիսներով, տարիներով, չէ, հակառակը դատեն։ Այնպես էլ Աստծո գործի մեջ ասում եք փորձվելու բան կա, որ ձեր աշխատանքը պիտի երևա, որքանով է, ոնց որ ասած վարձատրության արժանի, գուցե արժանի չի, թեկուզ այդ գործերը արվել է, ժամանակը տրամադրվել է։ Եվ ստեղ էս էր, որ հիմնականում որ մարդիկ հատկապես Պողոս ապողոս էին ասում, իսկն էս է, որ հիշեք Քրիստոսը վարձատրում է իր ծառաներին, ամեն նրանց ովքեր որ Քրիստոսին իրանց արածը համարում են Քրիստոսի ծառայություն, Քրիստոսի խոսքի պես, հրամանի պես, Քրիստոսի խաթր, Քրիստոսի անունով, Քրիստոսի հեղինակության պատճառով, այսինքն իրանք իրանց տենում են Հիսուսին Տեր եւ այդ բաները անում են։ Թեկուզ այդ բաները իրենց ուղղորդում է օրինակ համար Պողոսը, ուղղորդում է Պետրոսը, ուղղորդում է այսինչ մարդը, Աստծո ծառան, բայց իրանք հասկանում են, որ Աստծո ծառան իրանց Քրիստոսին ծառայելու է ուղղորդում եւ իրանք իրանց ծառայություն անում են ոչ թե հանուն նրան, որովհետեւ Աստծո ծառան է իրանց ասել, նրա խաթր, նրա պատճառով, նրա հեղինակության պատճառով, այլ նրա պատճառով, որ Քրիստոսի հրամանն է, Քրիստոսի գործն է, Քրիստոսի պահանջն է, հասկանում եք թե չէ։ Եվ այստեղ այդ խնդիրը կար, ասում են, ոմանք ասում են մենք Պողոսյան ենք, ոմանք էլ ասում են մենք Ապողոսյան ենք։ Այս վտանգը կար։ Գուցե Պողոսի խաթր էին նրանք շատ հարցերում Աստծուն ազանդվում կամ մի գործ անում։ Մենք Պողոսյան ենք։ Կամ ուրիշտեղ երբ որ տեսնում ենք, ասենք, գործեր, որոնք ասենք, այսպես կարելի ասել, նորից մարդ ոչ թե տիրոջ հետ կապված, այլ մարդկանցից վարձ ստանալու, Մատթեոս 6-րդ գլխում ասում է, ձեր վարձքը մարդկանցից կստանաք, չէ՞ ինչ-որ բաներ կա, այսինքն մարդկանց երևնալու, մարդկանց պատճառով, նրանցից ակնկալություն ունեն գովասանք կամ մի բան ստանալը, բայց Աստծո խոսքի պես ասածն են անում, բայց մարդկանցից ակնկալիք ունենալով, ասում է ձեր գովասանքը դուք բանը կամ այդ վերաբերմունքը որ սպասում եք, այնտեղ ասում է, չէ, երբ որ աղոթք ես անում, ծոմ ես պահում, ողորմություն ես անում, չէ, ասում է տես նենց արա, որ ով քեզ վարձատրի, մա Աստված, ոչ թե մարդիկ, երբ որ դուք ակնկալիք ունես մարդուց, մարդուց էլ կստանաս, Աստծուց ոչինչ չես ստանա, այսպես ասում։ Հաճախ մենք գիտեք, երբ տեղ կա Պողոսին հասկանում ես, Պողոս առաքյալը բաներ կա, ասում է հիմարություն եմ անում, որ էսի ասում եմ։ Գիտեք, ոնց որ այդ ասելով ինք իր վարձ կա, ոնց որ ինչ որտեղ կորցնում է, բայց որպեսի մեզ բան անի։ Մեզ օգնի մենք այդ բաները հասկանանք։ Տեղեր կա իրավիճակներ կա, մենք բաներ ենք անում, որ վարձքի հատուցում կարանք Տիրոջից ստանանք, հետո մեկ էլ մի բան ա կատարում, օրինակ լավություն ես արել, բարիք ես արել, ինչ որ մեկին հանուն Տիրոջը, հանուն Տիրոջ խոսքի, ասենց ասած, խոսքի պես։ Մեկ էլ դու այդ պահին, որ այլ ես, հենց այդպես էլ սպասում ունես, որ թող Տիրոջից իմ վարձքը լինի։ Ուրիշ միտ չես ունեցել, բայց հետո որ հանկարծ մի շուտ իրավիճակ է ստեղծվում, բան ալնում, այդ մարդը ուրիշ ձևա քեզ հետ վարում, մեկ էլ գուցե դնում նեղվում ես, տրտնջում ես, ես այսքան բան արեցի, սենց արեցին, հենց արեցի, հենց դե դու վարձդ կորցնում ես։ Ինչի համար ես արել, այլ ես որ ինքը ինչ որ մի բան, գուցե սկզբից չէր պահանջում, բայց հիմա ոնց որ պահանջ ունես։ Ծածկված ոնց որ սպասում ակնկալիք է մնացել թե բանը։ Ուրիշ բան է, երբ որ ինչ որ ոչ թե սպասում ունես նրանից մի բանին, այլ իր ոնց որ ապերախտությունը կամ սխալ վերաբերմունքի հետ կապված իրան օգնելու մի բան ասի, բայց դու երբեք չես արել որ բանս, բայց տեղ կա մեկ էլ մարդը բանը սկսում է իր այդ իրավիճակների մեջ նեղվել, բան անել ու պահանջոտ լինել, ես սենց ինքը վարձ կկորցնի։ Այնեղավ արածը ջուրը կգցի։ Ոչինչ ամեն ինչ արեք առանց ինչ ակնկալության, Սուրբ Գիրքն է ասում, որ ձեր վարձքը շատ լինի երկնքում։ Դա Ղուկաս ավետարանում է ասում Տերը։ Կամ Սավուղի գործը հիշենք, ինքը բաներ կա, որ արեց, մինչև վերջ կարելի ասել չարեց, չէ՞ ինչ որ կարեց։ Այսինքն եթե աներ վարձք ուներ։ Հենց տեղ էլ նորից գործ, որը պիտի համարվի արված գործ։ Եթե մի բանը կիսատ է, պակաս է,
այն չափով, այն ձևով, այն բանով սահմանների մեջ չի, որ Աստված ասել, այլ մարդը իր ոնց որ ասած բաներն է մտցնում, սահմանափակումները իր ձևերով է արդեն ինչ-որ մի բան անում, բայց ոչ ամբողջությամբ Աստծո կամքի պես, այո, այս դեպքում էլ մարդը այն ինչ-որ պետք է վարձատրվեր Աստծուց, հակառակ հնարավոր է պատժվի որպես ավելացնող ու պակասեցնող։ Եվ Սուրբ Գրքում համարներ կան, կուզեմ 2 Տիմոթեոս 2:5 համար օրինակ կարդամ ձեզ համար, ասում է. եթե մեկը մրցել, պսակը չի ստանա, եւ եթե օրինավորապես ինչ չմրցե։ Այսինքն, եթե արդյունք պիտի ապահովի եւ ոնց որ ասած Աստված քո արդյունքի հիման վրա քեզ պիտի վարձատրի, պիտի դու ամեն բան անես այնպես ոնց որ դրված է, այն կարգով, այն չափով, այն աստիճան, ամեն ինչ կարգով, ասում եմ, մեկը եթե մրցում է, օրինավորապես պետք է մրցի, որը պսակը առնի։ Տենց էլ կա իրականության մեջ մրցակցության ձևեր կան, որ մարդը եթե այդ ձևով չի, ոնց որ ասած, հասնում արդյունքի, իր արածը 0 է, ոչ իրան հաղթանակ չեն շնորհում, այդպես է։ Եվ այստեղ ասում եմ, Տերն է, ոնց որ ասած, կարգը, ձևը դրել, եւ մեր այդ վարձք առնելը այդքան հեշտ բան չի, որ ուզում եք իմանալ։ Պետք է ամեն ինչ Տիրոջ խոսքի պես լինի, կամքի պես լինի, ասածի չափով լինի, կիսատ պռատությունը չի կարա վարձք ապահովի, տեղ կա ասում է կիսատ գործը, թույլ գործը, այն քանդողի, չէ, ավիրողի ինչն է, այդպիսի մարդ հանգերն է, եղբայրն է։ Անես չի, որ ինչ արեցինք, всё, ասենք սրա մեջ մենք վարձում, ամեն ինչ պետք է քննվի, նորմալ պիտի երևա, Աստծո խոսքի համատ է կարել, Աստծո կամքով է կարել, Աստծո ասածի չափով է կարել, հասցրել ես ավարտին, կիսատ ես թողել, պակաս ես արել, ավելացրել ես քո կողմից ինչ-որ բան, պակասեցրել ես մարդկայինորեն ինչ-որ մի բան։ Աշխարհի վրա էլ լիքը գործեր կան, էդ էլ ասեմ, որ Աստծո անով անում են, անգամ շատ մեծ նեղություններ ու զոհաբերություններ ու միջոցներ են ներդրվում, բայց դրանցից ոչ մի վարձ չկա, որտեղ Աստված չի ուղարկել իրանց այդ բանի մեջ, չի կարգել, որ այդ գործը անեն, Աստված չի առաջնորդել, լրի մարդկային են, մարդկայինորեն մտածում են ու անում են, հոգևորներ, քրիստոնյաներ անում են հանուն Աստծո, հանուն Քրիստոսի, բայց Աստված չի բան արել, դրա ղեկավարը չի։ Երբ որ Տերը քեզ գործի կդնի, ոնց որ ասած, իսկ գիտենք, այդ գործի դնելը նես չի, որ երկնքից ձայն պիտի լսես։ Սուրբ Գրքի ոնց որ առաջնորդության մասն է խոսքը։ Տերը արդեն առաջնորդում է մեզ իր գրքով, թեպետ նենց էլ կարա բան չնեմ ասել։ Երբ որ քեզ Տերը եւ դու այդ գործը կանես, Տերն էլ կասի արի իմ բարի հավատարիմ ծառա, ոնց որ դրել էր, եկավ տեսավ, ասեց արի, չէ՞, Տեր ունակի համար էս արի, այսքան քեզ վարձատրություն, այսքան քաղաքների վրա եւ այլը։ Հա Երբ որ տես կնի, բայց երբ որ դու ես անում, հանուն Աստծուն թեկուս, բայց Աստված քեզ չուղարկի, Աստված չէ, բանը չի պահանջի, չի դրե, դու չգիտես էդի Աստված ուզում է թե չէ կամ Աստծո գործն է թե չէ։ Անում է մարդը, տեղ կգա շատ այդպես գործեր կան, որ աշխարհի վրա քրիստոնյաների ձեռքով արվելու է ու վարձ չլինելու, որտեղ Տերը ասել է, ես քեզ չեմ ուղարկել, ես քեզ չեմ, ոնց ասած, գործի դրե։ Անես չի, որ Եթե մենք մեզ գործ ենք դնում, այդ հանք Տիրոջից վարձ կուզենք։ Ով քեզ գործ է դրել, այնն նրանց էլ վարձ կուզի։ Այդպես է։ Ըստ Տերը օրհնի մեզ, Աստված մեզ օրհնի, իրոք շատ նրբություններ կան, որ մենք սենց պետք է ամեն բան ուշադիր, բանի մեջ ուշադիր լինենք, որ Տիրոջով լինի, Տիրոջ կամքի պես լինի, որ ոնց որ ասած, իր արդյունքը նպատակին ծառայի, վարձ կստանանք։ Այսպես է։ Այսքանը կուզեմ, որպեսզի աղոթք անենք այս հարցով, թող Տերը օրհնի ձեզ, պահի ձեզ,